Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է ապրիլի 20-ից մինչև 26-ը ընկած ժամանակահատվածի համար։ Բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Տարվա ծնված նշանների համար անպայման կլինի իհարկե մյուս ալիքում, որտեղ որ կամ։ Եվ հարցում եմ արել, կխնդրեմ նաև այդ հարցմանը պատասխանեք, որ հասկանամ իմ հետագա անելիքները, ինչպես եմ հասցնում, որն եմ հասցնում եւ այլն։ Դե տեսնենք ինչ է սպասվում այս շաբաթ, կլինի կանխատեսում ինչպես որ միշտ է, ինչ-որ բաներ եմ ուզում մտածել, որ ավելի հետաքրքիր լինի ձեզ համար այս շաբաթականի հետ կապված, ինչ-որ նոր բաներ հնարավոր է մտնեմ, բայց դեռ մտածում եմ, որովհետև դեռ մի փոքր ես տեղափոխման մեջ եմ հարգելիներս, եւ շատ եմ լարված, եւ չեմ կարողանում շատ գործեր անել, որովհետև եթե ես զբաղվեմ սրանով, ապա այն ապրանքը, որը որ գալիս է, այստեղ արեստանոց այդպես կմնա մանրուքներեն եւ պետք է անպայման իրենց հետևել, եթե չհետևեմ, ապա իրանք այդպես կմնան շատ երկար։ Դրա համար դեռևս շատ ժամանակ այդպես չեմ ունենում, որպեսզի զբաղվեմ շատ այս ալիքներով։ Բայց շուտով ավելի հետաքրքիր բաներ կլինեն մեզ բոլորիս համար։ Նույնն էլ այս շաբաթվան է, ինչ-որ հետաքրքիր բան կորոշեմ, որտեղ ոնց որ միշտ նույնն է, ինձ դուր չի գալիս։ Ես չեմ սիրում, որ միշտ նույն բանն եմ անում, միշտ նույն բանն է տեղի ունենում, ես չեմ սիրում։ Ես ձանձրանում եմ նման բաներից, որ մշտապես նույն բանն է, անգամ ես էլ չեմ կարող նայել մշտապես նույն բանը։ Եվ քանի արդեն ամսվա վերջ է, բավականին շատ տեսանյութեր նաև կունենաք ալիքներում։ Այսքանը սիրելիներս, եւ տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս շաբաթ, հուսով եմ լավ բաներ է սպասվելու, անցյալ շաբաթ լավ էր, նորմալ էր, բայց դա ամենայն դեպս։ Տեսնենք այս շաբաթ մեզ ինչ է սպասվելու։ Այսքանը, դե գիտեք, խորհրդատվություններ չեմ ընդունում, բացարձակապես, գիտեք, խորհրդատվության պատճառով է կատարվում այն ինչ որ նորից ես վերադարձա, դրա համար խորհրդատվություններ չեմ ընդունում, քարտերով չեմ ընդունում, աստղաբանությամբ, թվագիտությամբ կփորձեմ ինչ-որ չափով ձեզ օգնել, օգտակար լինել, եւ դեռ ուժի մեջ է, երբ որ ես ասել եմ, որ կլինի ուղիղ եթեր թվագիտության ալիքում, դա ես չեմ մոռացել, ուղղակի դե որ չի աշխատում, բնականաբար դա էլ է դուրս եկել։ Դա եւս տեղի կունենա, թվագիտության ալիքում է դա լինելու։ Մի քիչ ոնց որ ասում է տեղափոխվեմ, դասավորվեմ, ճիշտ է 90%-ը կարելի ասել դասավորել եմ, այն որ մնացել է մի 10%-ը, չգիտեմ որտեղ եմ դասավորել, այս վիճակն է, եւ ավելի այն մանրուքներն է մնացել, որոնք որ իրոք չգիտես, ասենք մեկ տոպրակի մեջ 1000 ու մի մանրուք կարող է լինել, որի մեջ որը պետքա տեղեր գտնել, ոնց որ ավելի կենտրոնացվածություն է հիմա այս պահին ավելի անհրաժեշտ ինձ։ Դրա համար սա վերջացնեմ եւ անպայման մենք գնանք բոլոր կանխատեսումները, ըստ հերթականությամբ բոլորը կլինեն։ Այսքանը եւ տեսնենք ինչ է սպասվում։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 20-ից 26-ը։ Դան հետ կապված հարցերով եք զբաղվելու, միգուցե ուբորկա եք սկսում, միգուցե տուն եք այնտեղ վերանորոգում, տեղափոխվում այս շաբաթ։ Դան հետ կապված ինչ-որ կարևոր բաներ են, ընտանիքի անդամների հետ կապված կարևոր բաներ են, որ իրենցով պետք է զբաղվեք, իրենց գործունեությամբ պետք է զբաղվեք։ Գուցե տան իրեր եք գնում, քանի հետադարձ չեն մոլորակները, գնեք, ինչքան կարող եք, շատ գնեք։ Ես էլ եմ շատ բաներ գնել եւ շատ բաներ դեռ պատրաստվում եմ գնել, քանի դեռ հետադարձ ոչինչ չունենք։ Հեսա մայիսի սկիզբ էլի նույնիսկ հետադարձ կլինի։ Ահա, տեսնենք անձնական կյանքը։ Դե կարող է տան իրերը անգամ տեղափոխեք այս այն կողմ։ Քարտերը ինչպես միշտ չեն երևում։
Ուրեմն այստեղ անձնական հարաբերություններում միգուցե ամուսնանում եք։ Ամուսնության առաջարկ են անում ձեզ։ Ընտանիքով որից շատ կարևոր տոն եք նշում ձեզ համար։ Դե արդեն այստեղ անցնում է ցուլ, ձեր ժամանակները ավարտվեց ցավոք սրտի։ Լավ բան էի որոշել անել, ոնց որ հիշում եք այն մի տարի արեցի, ձեզանից սկսեցի, այդպես էլ չշարունակեցի, որտեղ ինքը շատ երկար էր տևում եւ մտածում էի էլի նորից շարունակեմ դա, ճիշտ է ամեն մեկի համար այդքան շատ երկար կանխատեսում բավականին երկար էր, դուք տեսաք։ Եթե հիշում եք, հա, այնտեղ 1 տարվա կանխատեսում էր հատուկ։ Դե այստեղ նաև առիթ է, նաև կարող եք գնալ բայց առիթի, ավելի շատ դուրս կգաք հասարակություն, այնտեղ կարող է նաև ծանոթանաք նոր մարդու հետ դրսում, ինչ-որ մարդկանց մեջ, հասարակության մեջ։ Նաև դա առիթ է, որը տանը կնշեք, ինչ-որ կարևոր մի բան տեղի կունենա, ինչ-որ մի լավ բան տեղի կունենա, որ կնշեք ուղղակի, դուք տան մեջ կնշեք։ Տան ընտանիքի անդամներով, եթե ամուսնացած չեք, ծնողների հետ, եթե ամուսնացած եք, միգուցե անձամբ ձեր ընտանիքից որևէ մեկին է վերաբերվում այդ ինչ-որ լավ պահերը։ Եվ աշխատանքի հետ կապված այստեղ խաղը մի փոքր պետք է ուշադիր լինել, երևի, գիտեք, սա երբ են գնում այս քարտը, երբ որ մարդը արդեն վստահ է, որ ինչ էլ անի, միևնույն է տնօրինությունը իրեն շատ է սիրում եւ այլն, եւ ինքը թեկուզ որ աչքաթող անի ինչ-որ մի բան, միևնույնն է իր մոտ ամեն ինչ լավ է լինելու։ Բայց հենց այս քարտը ցույց է տալիս, որ պետք է ավելի լուրջ լինել այս շաբաթ, ոչ թե մատերի haranքով նայել, խաղին վերածել աշխատանքը, բիզնեսը։ Եթե ունեք, ապա ոնց որ ավելի ուշադիր եղեք, քան իրականում կար, այս շաբաթ ավելի ուշադրություն է պահանջում։ Մեկ ակնթարթ ինչ-որ բան տեղի կունենա աշխատանքի վայրում, աշխատանքի հետ կապված, բիզնեսի հետ կապված, ինչ-որ պահեր են։ Նաև գումարի հետ կապված սա հաջողություն է, միգուցե իրոք այստեղ մի լավ տուն եք գնում, տունը վաճառում եք, նաև գումար է գալիս։ Խոսքով մեծ գումար կարող է գալ ձեզ մոտ, վարկ ձևակերպեն, աշխատավարձը միգուցե նաև մի օր էլ շուտ տան կամ ամսի 26-ին տան, ճիշտ է 26-ը կիրակի է, բայց ամենայն դեպս այդ ժամանակահատվածում տան չսպասել մինչև ամսվա վերջ։ Միգուցե բոնուս է, առաջ խաղացում է, սա նաև ֆինանսական վիճակի բարելավում է, նաև նոր դռներ են բացվում, նոր հնարավորություններ, որ ավելի շատ գումար վաստակեք, ավելի շատ սկսեք գումար վաստակել։ Խոսքով հնարավորությունները մեծ են գումարային այս շաբաթ, այնպես որ օգտվեք դրանից։ Իսկ առողջությունը այստեղ դե ոչինչ մի ինչ-որ հատուկ բան չկա, ուղղակի ինչ-որ շատ ծերական այնտեղ հիվանդություններ են, դա բավականին մեծ մարդկանց մոտ, կամ ուղղակի եթե դուք երիտասարդ եք եւ արդեն զգացվում են կնճիռները, արդեն հասկանում եք, որ մեծ եք, մեծացաք, այդպես ինչ-որ նման զգացում կունենաք այս շաբաթ։ Ավելի շատ կնայեք հայելու մեջ ձեզ եւ ավելի շատ կվախենաք առաջին կնճիռներից։ Դե ընդհանուր առմամբ բացի առաջին կնճիռը մարդը ինչքան նայում եք, ասում ոնց որ իրոք զգում է, էլի որ ինչ որ մեծացավ արդեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Շատ թրապ։ Մտքումս էր դա։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 20-ից մինչև 26-ը։ Չգիտեմ սա հանեմ թե չէ, ինձ թվում է սա պետք է հանեմ, բայց նաև սա էլ կնայենք, որովհետև սա ինչ-որ առանձին մի հատը դուրս թռավ։ Երևի բան ուներ ասելու։ Դե ձեր ցանկությունների մասին էր երևի ուզում ասել, որ կկատարվի եւ գումարը եւ այստեղ օգնությունը եւս, հա, եթե ինչ որ մի բանը կապված է, հա, ձեր ցանկությունը այսքան հստակ կապված է օգնության, ֆինանսների հետ, ապա սա նշանակում է, որ ձեզ կաջակցեն, կօգնեն ինչ որ մարդիկ։ Եվ ուժ կունենաք ձեր ցանկությանը հասնելու համար։ Ինչ որ հերվից կարող է նորություններ լսեք, գուցե պետական տեղում գործեր ունեք, հերվում, ես ունեմ, իդեպ ասեմ,
պետական հիմնարկություն է եւ իմ ցանկության հետևից եմ գնում, բայց պետական աշխատողների հետ պետք է հանդիպեմ այնտեղ, բնական երկար զրույց, 3 ժամ, այնպես որ չգիտեմ այդ օրը ինչպես եմ անելու, տեսանյութերի հետ կապված 4 ժամ անգամ։ Ուրեմն տեսնենք անձնական կյանքը Ցուլերի։ Ահա, այստեղ անձնական կյանքում թուրերը հանել եք, այնպես որ մի քիչ պահեք։ Կամ այստեղ կտրուկ քայլ է, այս քարտը ընդհանրապես ցույց է տալիս, որ մարդը կտրուկ քայլ է անում եւ հետո փոշմանում է, որտեղ անմտածված է նա անում այդ քայլը։ Ես երևի առանձին օրինակ այս քարտի վերաբերյալ առանձին մի հատ այդպես փոքր շորտ անեմ, որ հասկանալի լինի, որտեղ միշտ չեմ կարողանում ավելի երկար խոսել այս քարտի մասին։ Նա հենց ոնց որ ինչ-որ մի բան է տեղի ունենում, վերջ, որոշում եք դուրս շղկացնում եք դուրս եք գալիս, դա ընտանիքն է, դա երկրորդ կեսն է, եւս հա կարող եք այդպես անմտածված բաժանվել, հետո փոշմանալ, սա հետ քայլ կարող եք անել, մյուս քարտն է, որ չեք կարող անել, դա ուղղակի հետո փոշմանում եք, բայց արդեն կտրուկ եք գործել, թե հիմա արդեն կախված է դիմացինից, կուզի հետ ընդունի ձեզ, թե ոչ, դրա համար երկար մտածեք, սա նաև կտրուկ եւ շատ անսպասելի մարդը փոխում է իր անձնական կյանքը, կամ ինչ-որ մեկն է այսպես ամիջապես մտնում ձեր կյանք, կամ ընտանիքում է ինչ-որ որոշում եք առանձին ապրել, դուրս եք գալիս եւ գնում եք առանձին եք ապրում, եւս պետք է ուղղակի ուշադիր լինել, այստեղ կարող ընտանիքում ոչ մեկը վիրահատություն է անում, նաև սուր գործիքների հետ կապված, եւս պետք է շատ ուշադիր լինել, ճիշտ է դա անձնական կյանքն է, բայց ամենայն դեպս, եթե հատկապես իմ տարիքի եք, ապա այն գժական պահերն է գալիս, եւ այդ գժական պահերին մարդը ամեն ինչ կարող է անել, մի դեպ ասեմ, որ այդ գժական պահերից հետո շատերն են գժվում, շատ շատերը, որովհետեւ իրոք մարդուն կախված է թե ինչ հավելյալ միացումներ կան, հոգեկան աշխարհի վրա է շատ ազդում, ես այդպես մի կնոջ գիտեմ, ով որ ավելի շատ սկսել է դրանից հետո հրեշտակներին հավատալ, բայց ինքը հրեշտակներին հավատալով տեսակ ավելի գժվել է, ուրիշ կերպ արձագանքում ամեն ինչին, իմ տարիքի է, ոնց որ իմ թիվը, այնպես որ այստեղ եւս հա պետք է դա էլ հաշվի առնել, որ մեկը մյուսին չվնասի, որտեղ իրոք այդ ժամանակահատվածներում է, որ բավականին մարդասպանություն է լինում ընտանիքում, հա, ընտանիքում են իրար վնասում եւ ընդհանրապես վնասում են անգամ հարվածում են, այս ժամանակահատվածում է լինում։ Եվ դե կտրուկ նաեւ կփոխեք ձեր անձնական կյանքը, ինչ որ մի բան կորոշեք։ Աշխատանքի հետ կապված դանդաղ է բարձանում, դանդաղ առաջ է գնում, դանդաղ բիզնեսն է առաջ գնում, բայց այստեղ պետք չի անհանգստանաք, որովհետև ամուր ավելի շատ արմատներն է մխրճում հողի տակ եւ ավելի ամուր է դառնում ձեր գործունեությունը, ձեր աշխատանքի վայրը, ձեր բիզնեսը, դրա համար պետք չի անհանգստանալ այստեղ։ Նաեւ կարող եք զբաղվել ընտանեկան բիզնեսով, եթե ընտանիքում ինչ-որ գործեր էին անում, բաց էին թողել, կիսատեր մնացել, դուք կարող եք նաեւ շարունակել այն։ Եվ նաև գումարի հետ կապված այստեղ վեճ է, կամ մաքրում եք ձեր ֆինանսները, օրինակ ավելորդ ծախսերը սկսում եք հանել, այ սա օրինակ անիմաստ է, որ այսքան ծախսում եմ, սա, եւ այդ ամենը հանում եք, կարող եք մաքրել, կամ սա վեճ է։ Վեճը գումարային առումով, գումարի հետ կապված, պարտքերի հետ կապված եւ այլն յուրաքանչյուր բան, սա ոնց որ վիճարկում է նաեւ խոսակցությունը, միգուցե տանն է, խոսակցությունն է, այստեղ սուր թեմաներ են եւ երկուսն իրենք քուր ու եղբայր են ընդհանրապես։ Եվ իրար կարող է գումարի համար ընտանիքում վեճը, խոսակցությունը, իրար չեք հասկանում, ինչ որ մեկը չի աշխատում եւ այլն, նման ինչ որ խոսքեր, ինչ որ բահեր կան։ Իսկ առողջության հետ կապված ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր աղիներին, ամենակարևորը, մորսողական համակարգին եւ արյան շրջանառությունը նույնպես հաշվի առեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։
Գնանք եկորյակների։ Ինչ է սպասվում եկորյակներին ապրիլի 20-ից մինչև 26-ը։ Ընդհանուր ֆոնը հաջողությունն է, նոր դռներ, նոր հնարավորություններ, ինչ-որ հարցերի լավ լուծում, դրական լուծումներ, որ կարող ենք լուծեք դա ավարտեք, վերջացնեք այս շաբաթ։ Նա խոսքով հաջողություն է, որ ձեզ ուղեկցում է ամբողջ շաբաթվա ընթացքում։ Դե տեսնենք հաջորդ քարտերը, միգուցե ինչ-որ ցույց տա, որտեղ ավելի շատ լինելու է այդ հաջողությունը, բայց հստակ լինելու է։ Գուցե ինչ-որ մարդկանց մոտ չի լինելու, որտեղ քարտերը ուրիշ են ցույց տալիս, բայց մնացածի մոտ լինելու է։ Դա ընդհանուր ֆոնն է, պետք է հասկանաք, որ ինչ-որ գործեր անելուց ոնց որ հնարավորությունները ձեզ համար ավելի են դրվելու եւ դռները բաց են լինելու, կարող եք անել յուրաքանչյուր բան ավելի հեշտ։ Տեսնենք անձնական հարաբերությունները։ Տեսեք։ Ես ասեցի, պատասխանը եկավ։ Այսպես ուրեմն անձնական հարաբերություններում խորանակ անցյալի մեջ, հիշեք անցյալը։ Միգուցե նստում եք, ալբոմ եք նայում ընտանիքով, այդպես եք հիշում անցյալը։ Միգուցե ամուսիններով եք որոշում, այդպես նստում եք ինչ-որ միտեղ կամ գնում եք այնպեսի մի կաֆե, այնպեսի մի բար, որտեղ որ եղել է ձեր առաջին ծանոթությունը կամ այն ժամանակ ոնց որ շատ էիք գնում, երբ որ երիտասարդ էիք, այդպես։ Միգուցե այդպես ինչ-որ խորանակ անցյալի մեջ, բայց այն նաև կարող է լինել իրոք շատ ավելի խորանալ անցյալի մեջ, որ դժվարություններ ստեղծի հարաբերություններում, այդպես պետք չի։ Այն ժամանակ դու սա արեցիր, այն ժամանակ դու նա արեցիր, հա, պետք չի նման բաներ, որովհետև իրոք, հա, ընտանիքում արդեն խոսակցություն է լինում, ընտանիքը արդեն անհանգիստ վիճակում է լինում։ Ինչու, եթե կարելի է ուղղակի ոչինչ չասել, ոչինչ չանել այդ պահերով։ Ուй, փոխեցա։ Ուրեմն այստեղ նաև անցյալը սա կարող անցյալից ոչ մեկը վերադառնա ձեր կյանք, ինչ-որ մեկը ում հետ շփվել եք, միամիտ կարող եք տեսնել, նաև դրսում պարտադիր վերադառնա ձեր կյանքը, կարող եք ուղղակի դրսում տեսնել իրեն։ Եվ կարող է նաև ինչ-որ անցյալի թեմաներ են, որոնք որ վերադառնում են ընտանիք, որոնք որ պետք է անեք, ուղեք եւ փակեք ի վերջո դա, հա, այստեղ բանալին եւս դա կարող է ցույց տալ, որ փակեք այդ թեման ի վերջո։ Աշխատանքի հետ կապված, աշխատանքի վայրում ոմանքը աշխատանքի վայրը ոնց որ կմաքրեն, կուղեն, կկարգավորեն, որպեսզի ավելի հեշտ լինի աշխատելը, որտեղ եթե մարդը պատվեր է ունենում, ապա խժլ-բժլ է սարքում ամբողջ իր 4 կողմը, հետո պետք է ամեն ինչը դասավորի իր տեղում։ Կարող է նմանատիպ գործ է կամ եթե ոչ, ապա սա վեճ է։ Կամ աշխատակիցների միջև, կամ աշխատանքի պատճառով, կամ նաև տնօրենության հետ։ Այնտեղ կարող եք եւս բանալին ցույց է տալիս, կարող եք փակել որևիցե դուռ, եւս պետք է զգուշ լինել, հա, այստեղ քարտերը ձեզ ուղղակի զգուշացնում են պարտադիր չի, ոնց դուք այդպես անեք։ Եթե չեք ուզում, ոչ մեկ ձեզ չի պարտադրում, որ դուք փակեք դուռը, դուրս գաք։ Բայց այստեղ հա ձեզ ասում է, որ հնարավոր է, որ դուք վիճելու ընթացքում փակեք դուռը։ Նման ուշադիր եղեք։ Գումարի հետ կապված հաջողությունը այստեղ տեսակ ամբողջ շաբաթը կամ ավելի լավ վաճառք եք ունենալու, եթե վաճառքով եք զբաղվում, կամ ավելի շատ աշխատանք է, որը բերում է իր հետ եւս այդպես եկամուտներ կամ քանակն է ավելանում աշխատանքի դրամարի։ Մի խոսքով հաջողություն նաև կարող եք ունենալ, օրինակ ինչ որ բիզնեսից եկամուտներ ստանաք, վարկ ձևակերպեք, վարկը տան, այդպես, հա, ինչ որ բաներ եւս էլի հաջողություն կամ սա նաև ոնց որ պարտքեն է մարդը փակում եւ ավարտում է, այլևս վերադարձ չկա պարտքին։ Առողջությունը այստեղ լավ է, հետևում եք առողջությանը, միգուցե մարզվում եք, սա դա է ցույց տալիս, եթե ոչ, ապա ասում եմ մի քիչ հետևիր քո առողջությանը, ինչ որ հատուկ խնդիրներ չկա, բայց լավ կլինի, որ ապրես ավելի առողջ, առողջ ապրելակերպ վարես։ Միգուցե ինչ որ մի բան եք փոխում ձեր վրա, եւ ծնողներին նաև ուշադրություն դարձրեք, բայց նաև կարող է ինչ-որ բան եք փոխում ձեր վրա ընդհանուր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։
Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնը շատ աշխատանք, աշխատանքի ընդունելություն, առաջ խաղացում, բիզնեսում առաջ խաղացում, Це նաև պետական հիմնարկությունը, որ կարող է շաբաթ ավելի շատ գնաք, ավելի շատ այցելեք, իրենց հետ այնտեղ խոսեք, քննարկեք, ինչ-որ բաներ տանեք, բերեք։ Նաև հիվանդանոցը դա կարող է լինել, ուսման կենտրոնը կարող է լինել, դա բերդը եւս չի բացառվում, իհարկե մարդը կարող է այցելել, ինչ-որ մեկին, եթե կա այնտեղ մարդ։ Նաև դե եթե աշխատանք եք փնտրում, գնացեք, փորձեք, հավանականությունը շատ մեծ է։ Տեսնենք անձնական կյանքը։ Այստեղ անձնական կյանքում որևիցե գաղտնիք կբացահայտվի։ Ինչ-որ գաղտնիք է, որը կարող է բացահայտվել։ Եվ բացի դա էլ սա ինչ-որ մի էջ կփոխեք, միգուցե ինչ-որ մեկն է վերադառնում, միգուցե որոշում եք հաշտվել եւ այն թեմայի վերաբերյալ որ վիճել եք, դա ոնց որ թողնում եք մի կողմ եւ ասում եք վերջը, ոնց որ այսօրվանից մենք կամ այն նախկին ձևով ենք ապրում, որը մեզ երջանկություն էր բերում, կամ ամբողջությամբ նորովի ենք ապրում։ Նաեւ սա ովքեր որ սովորում են, հնարավոր է այնտեղ ինչ-որ մեկին հանդիպեք, միգուցե նոր աշակերտ է գալիս, նոր աշակերտուհի է գալիս, նոր ուսանողուհի է գալիս եւ այդպես սիրահարվում եք իրեն կամ այդպես գնում եք գրադարան, գնում եք նմանատիպ տեղեր, որտեղ որ հնարավոր է ավելի գիտելիքի մարդկանց եք հանդիպում, ավելի ովքեր որ զբաղվում են գիտելիքներով, լավացնում են իրենց գիտելիքները, իրենց այնտեղ կարող եք հանդիպել, որտեղ նման մարդիկ կան։ Կարող է ինչ-որ մեկը սիրո խոստովանություն է անում ձեզ, բացում է իր սիրտը ձեր առջև։ Նաև դա կարող է հղիությունը, որը եւս էլի բացահայտվում է, կարող է տղամարդ է նայում եւ չգիտի որ կինը հղի է, կարող է գնալ տուն, տեսնել այս շաբաթ ինչ-որ տուփեր են գալիս ձեզ մոտ, որ պետքա բացեք։ Դե հիմա ավելի հետաքրքիր բաներ կան, քան տուփը, այնքան անիմաստ է դա ինչ որ մի հատ հաց ուտելու ժամանակ մի հատ տուփ եմ բերում տալիս տղամարդուն այնքան բանի ուղեղով պետքա երկար մտածել ինչ որ եթե ուզում ես անակնկալ անես որտեղ ինչ որ հետաքրքիր բան որ իրոք անակնկալ լինի տուփա բաց մի խոսքով ինձ թվում է հասկացողն է հասկացա եւ այստեղ ովքեր որ անցել են այդ ճանապարհը կամ ուզում են անցնել, նման բան մի արեք, որովհետև դա շատ անակնկալ չի, մի խոսքով, անակնկալ չի։ Հիմա ոնց որ ինձ բերեն, այստեղ մի հատ տուփ բացեն, ինչա տուփ է, էլի, ինչ որ անակնկալ չի, ինչ որ հետաքրքիր էֆեկտ պետքա տալ, որ մարդը ներսից այդ անակնկալի համար ուրախանա, ոչ թե ուղակի տուփը բացի ուրախանա, Եվ այստեղ աշխատանքի հետ կապված կայունությունը եւս սա էլ է խոսում այդ մասին, որ ավելի ամրապնդվում է ձեր աշխատանքը, դուք եք ամրապնդվում այդ աշխատանքի վայրում, ձեր բիզնեսն է ավելի ամրանում, կայունանում, եթե խնդիրներ կար, աշխատանքի հետ կապված եթե էլի խնդիրներ կար, դա եւս կայունանում է, նորմալանում, ավելի թե այնտեղ հարաբերությունները կլինի, թե խնդիրները վաճառքի հետ կապված, ապրանքի քիչ լինելու եւ այլն, այդ ամեն ինչ ոնց որ արդեն ձեզ մոտ այս շաբաթ կարգավորվում է։ Գումարի հետ կապված, այստեղ կամ անսպասելի շատ մեծ գումար կծախսեք, կամ անսպասելի շատ մեծ գումար կգա նաեւ ձեզ մոտ։ Այստեղ վեճ է նաեւ գումարային առումով, աշխատավարձի վերցնելու, պարտքի եւ այլն, ինչ որ խոսակցություններ են նաեւ այդ թեմայով, գումարի։ Եվ այստեղ կտրուկ որոշել գնում եմ վարկ վերցնել, գնում եմ սա անեմ, վերջ գումար եմ հավաքում, ինչ որ կարող եք այս շաբաթ գումար է գալիս, վերցնում եք անմիջապես ինչ որ գումար եւ գցում եք ինչ որ միտեղ պահպանում եք դա, ոնց որ մարդը ինչ որ բան է որոշում անել։ Եվ սա կարող է լինել նա որ ինչ որ մի ծախս կտրուկ հանում եք։ Օրինակ ամեն ամիս ինչ որ բան եք վճարում, հիմա կտրուկ հանում եք դա եւ այլևս ոնց որ դրա համար չեք վճարելու։
Առողջության հետ կապված իրոք պետք է դուք անպայման հետևեք, որտեղ եթե ինչ-որ մի բան անընդհատ գնում եք, զգում եք մեկ սա է խնդիր, մեկ սա անպայման գնացեք բժշկի։ Որովհետև եթե մի քանի process կամ մշտապես ինչ-որ մի բան եք ուզում անեք, շատ եք հոգնում, ինչ-որ բան եք անում, գլուխ է պտտվում եւ այլն, անպայման այստեղ նշվում է, որ պարտադիր պետք է գնաք բժշկի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք առյուծների։ Ինչ է սպասվում առուսներին ապրիլի 20-ից մինչև 26-ը։ Շատ շփում, տարբեր շփումներ, տարբեր մարդկանց հետ, ինչ-որ քննարկումներ են տարբեր մարդկանց հետ, կամ մի հոգու հետ, կամ ընտանիքի անդամների հետ։ Մի փոքր նաև անհանգստություններ ունեք, լարվածությունը դա ներսից է ինչ-որ մի բանի համար է, դա այդ լարվածությունը։ Տեսնենք։ Անձնական կյանքը առյուծների։ Ահա, ուրեմն, այստեղ աշխատանք տնեք, դրա համար ինձ թվում է այնտեղ անհանգստությունը դրանից էր։ Ուրեմն անձնական կյանքում ոչ մի ուրախ բան տեղի կունենա, որը ձեզ շատ է ուրախացնելու այս շաբաթ։ Ընտանիքի անդամների հետ, միգուցե ձեզ հետ, միգուցե ձեր սիրելին է վերադառնում, ծանոթանում եք ինչ-որ մեկի հետ, որը որ ձեզ իրոք շատ մեծ ուրախություն է պատճառում, ուրախություն է բերում ձեզ։ Ուրախություն է մտցնում ձեր կյանք, ընտանիքի կյանք, այդպես ամբողջ ընտանիքով կարող ինչ-որ բան է, որ ուրախանում եք։ Յուրաքանչյուր բան այստեղ կարող է լինել, ձեր զույգը աշխատանք գտնի, երեխա ունենաք, հղիություն, մի խոսքով ինչ-որ բաներ։ Այդ չմանրանամ օրինակներ չբերեմ, որտեղ ամեն մեկի մոտ դա կարող է այնպեսի մի բան է, որ իրոք ձեզ շատ ուրախացնի։ Աշխատանքն է այստեղ, աշխատանքը կաղում է, աշխատանքը լաբիրինթ է, կամ չեք կարողանում գտնել աշխատանք, կամ ոնց որ անդադ բախվում եք խնդիրների, սա չկա, նա չկա, եւ չեք կարողանում ինչ-որ մի բան հստակ անել։ Եվ դա է, դա է այդ բախման պատճառը։ Եվ դրա համար անհանգիստ եք, եւ դրա համար միգուցե այստեղ աշխատակիցների հետ, եթե աշխատում եք աշխատակիցների հետ է խնդիրը, անընդհատ պտտվում եք իրար եք կպնում, անընդհատ պտտվում են, ձեզ են տեսնում այդ աշխատանքի մեջ, որ լավ չի, ինչ-որ մի բան, հա, նա ոնց որ անդադ այն կուժն ու կուլան ձեր գլխին է թափում։ Մի խոսքով ինչ-որ բաներ են, որ պետք է կարողանաք այս շաբաթ, պետք է փորձեք։ Մենք այս շաբաթ ոնց որ չեք կարողանում փորձել դուրս գալ, որովհետև եթե ինչ-որ մի բանի եք բախվում, ինչ-որ մի խնդիր է լինում, միգուցե շատ ագրեսիվ եք տրամադրվում դրան, կամ ինստինկտիվ ավելի այդպես ագրեսիվանում եք եւ չեք կարողանում, չէ՞ որ ոնց որ մարդը խնդրի մեջ է, ինչքան այդ պահին ավելի է նյարդայնանում, կատաղում, ինքան ուղեղ մթագնում եւ չի կարողանում ճիշտ որոշում կայացնել։ Դա ավելի հանգիստ լաբիրինթից պետք է ընդհանրապես հանգիստ դուրս գալ։ Եթե ինչ-որ խնդիր կա, ապա պետք է ոնց որ ավելի հանգիստ ձևով այն լուծել եւ չլարվել։ Գումարի հետ կապված այստեղ աղջկա, այստեղ դա կարող եք դուք վճարել գումար, չէ, աղջկա, ինքը ձեզ վճարի, պարտք է, տնօրենն է, մենեջերն է։ Միգուցե այստեղ իրոք, հա, այստեղ կարող ցույց է տալիս, որ սա աշխատանքի հետ է կապված, գումարը չեք կարողանում ստանալ, անընդհատ ձևեր են թափում, անընդհատ այսօր վաղը, հա, եւ այդպես կարող է նաեւ լինել դա համար ոնց անընդհատ բախվում եք, անընդհատ գնում եք, հա, աշխատավարձ չկա, չէ, եւ այլն, նման ինչ-որ պահեր կարող են լինել։
Բայց եթե գումարը հարկավոր կողա այդ աղջիկը ձեզ գումար տալ, միգուցե այդ աղջիկան է գումար հարկավոր, դուք եք իրան գումարով օգնում, աջակցում, գումարային խոսակցությունն այդ թեմա է, արժեք է, դե գումարը փոխանցում է ձեզ, դուք եք փոխանցում այդ աղջիկան կամ կնոջը, ինչ-որ պահեր են։ Եվ առողջության հետ կապված բացարձակապես, այստեղ ոչ մի խնդիր գոյություն չունի, առողջ եք, կայուն է, եթե ինչ-որ հարցեր կային, ապա ոնց որ կարգավորվում է դա, ավելի նորմալանում է ձեր կարգավիճակը, ձեր վիճակը առողջական։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնով որը աղջիկ է։ Միգուցե ծանոթանում եք, նոր ծանոթություն է ինչ-որ մի աղջիկա հետ, միգուցե ձեր աղջիկն է գալիս, ձեր կինն է կամ ընկերուհին է, ում հետ ավելի շատ ժամանակ անցկացնեք այս շաբաթ։ Ինչ-որ մեկն է, ամա ինչ-որ աղջիկ է, որը շատ կարևոր դեր է խաղալու ձեր կյանքում այս շաբաթ։ Ինձ մշտապես կամ ձեր կողքն է կողը, բան եք սովորեցնում, դաս եք տալիս, սովորում է կամ աշխատանքի հետ այդ կապված եւ պատվեր է տվել։ Ոնց որ մշտապես, ոնց որ կամ շատ ավելի, ոչ թե մշտապես, կամ ավելի շատ ոնց որ կապ կլինի այդ աղջիկի հետ։ Անձնական կյանքը տեսնենք։ Այստեղ աշխատանքի հետ կապված ինչ-որ անձնականի հետ կապված ինչ-որ գաղտնիք կբացահայտվի, միգուցե ինչ-որ մեկը որոշում է սիրո խոստովանություն անել կամ ինչ-որ մի գաղտնիք է, որը կիմանա կամ ընտանիքի մասին կամ ձեր երկրորդ կեսի մասին, նաև դա ուսում է, որ կարող է ընտանիքի անդամներից ոչ մեկը գնա սովորի կամ այդպես սովորելու վայրում ինչ-որ մեկ է ծանոթանաք, սա նաև կյանքի էջն եք փոխում, գրքի էջն եք փոխում, ուրիշ ձև եք սկսում արդեն ապրել, միգուցե ձեզ եք փոխում, նաև ձեր արտաքինն եք փոխում, այստեղ աղջիկը կարող է ընկել, կարող դուք եք, ավելի շատ դուք կենտրոնացած կլինեք ձեզ վրա և կփոխեք ձեր մեջ ամեն ինչ։ Եվ աշխատանքը այստեղ շատ սիրով կանեք, կողքից սեր կստանաք, ավելի սիրալիր կլինեն ձեզ հետ, միգուցե գտնեք ձեր սրտի աշխատանքը, որ շատ եք ուզում հենց այդ աշխատանքով զբաղվել, այն ինչ որ սիրում եք, ձեզ համար կդարձնեք աշխատանք և այդպես գումար կսկսեք վաստակել։ Մարդը սիրով է, հավեսով է անում, հավեսով, կամ այստեղ նաև կարող է լինել աշխատանքի վայրում սիրավեպ, սա չի բացառվում, այստեղ կարող է ծանոթանում եք ինչ-որ մեկի հետ աշխատանքի տեղը, այստեղ նոր սեր է ծնվում։ Թե չէ, սա հավեսով, ոնց որ այս շաբաթը ոնց որ հավեսով կգնաք գործի, հավեսով կգաք տուն, այդպես է։ Եվ գումարի հետ կապված սա շփում է, խոսակցություն է, քննարկում է, միգուցե ծախսերն եք քննարկում, արժեքներն եք քննարկում ինչ-որ մեկի հետ, միգուցե հաշվապահ է իր հետ եք քննարկում ինչ-որ հարցեր, նաև դա անհանգստություն է, անհանգստություն գումարի հետ կապված։ Հա, կարող է, անում եք դուք ձեր սիրելի աշխատանքը, բայց աշխատանքը դեռ պետք է վաճառել է, այդպես եթե տանն եք անում։ Ինչ-որ պահեր կան, անհանգստություններ կան, միգուցե պարտքերի հետ է կապված, միգուցե ինչ-որ վարկի հետ է կապված, կարող է շաբաթ պետք է վարկը փակեք, եթե համար անհանգիստ եք, որ էլի եկավ այդ ժամանակը, դե համար չեմ սիրում այդ վարկերը, նաև դե կարող է խոսակցություն լինի, լեզվակռիվ լինի նաև գումարի հետ կապված։ Ինչ-որ մեկը շատ է ծախսել, այդպես վիճում եք իրա հետ։ Իսկ առողջության հետ կապված պետք է ուշադրություն դարձնեք աղիներին, արյան շրջանառությանը, այնպես ստամոքսին, ուշադրություն դարձեք, թե ինչ եք ուտում այս շաբաթ։ Այսքանը ձեզ համար,
ձեզ հաճելի օր եմ մաղթում, շաբաթ եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնը կայունություն, նորմալանում է ինչ-որ մի բան, բայց ես ուզում եմ եւս տեսնել, եթե ինչ-որ մի բան էլ քարտ կամ գնի, ապա դա մեկ այլ բան է նշանակում, դրա համար չեմ ուզում շարունակել։ Ամենայն դեպս, եթե առողջ եք, կամ ինչ-որ մարդը կարող գնալ ինչ-որ մի տեղ, այնտեղ մի փոքր մնա, այս մեկ շաբաթը մնա այնտեղ։ Տեսնենք անձնական կյանքը։ Ահա, իմա մտածած քարտը չընկավ, այնպես որ սա նշանակում է մարդու մոտ կայունություն յուրաքանչյուր ոլորտում։ Յուրաքանչյուրում դա կարող է լինել, հա, ինչը որ անհանգստացնում է ձեզ։ Ինչպես դնա, Երևան։ Ընտանիքում այստեղ տան հետ կապված հարցերում, անձնական հարցերում, սա գումարային խոսակցություն է, գումար կարող է մտնել, ինչ-որ ձեր երկրորդ կեսը կարող է սկսել գումար աշխատել, կամ ընտանիքի անդամներից ոչը մեկը ևս էլի գումար աշխատի եւ ձեզ աջակցի, օգնի, կողքից էլի ինչ-որ գումարներ տա ձեզ։ Նաեւ սա կարող է ինչ-որ բան եք ուզում գնել եւ ոնց որ նստած կարող է քննարկում եք։ Այստեղ ոմանք կարող են ծանոթանալ երկրորդ կեսի հետ։ Կամ երկու երկրպագու կունենաք, կամ իրոք կծանոթանաք ինչ-որ մեկի հետ եւ ասեմ, որ դա ամենայն դեպս հնարավոր է նաեւ ճակատագրական լինի այդ հանդիպումը ձեզ համար։ Նաեւ սա ծանոթություն է երկրորդ կեսի հետ, ավելի ֆինանսապես ապահովված մարդու հետ։ Ծանոթությունը ինչ որ ավելի կայուն է։ Ընտանիքում արդեն այսպես նստում եւ քննարկում եք, որ արդեն լավացել է մեր վիճակը, արդեն լավացել է, կարգավորվել է մեր խնդիրները ֆինանսական, այդպես կարող եք նստել եւ ընտանիքով վերլուծել։ Աշխատանքի հետ կապված բավականին առույգ կլինեք, ոմանք նաեւ կարող են այդպես անդադ շարժման մեջ լինել։ Միգուցե աշխատանք եք փնտրում, եւս դա էլ կարող է լինել։ Եվ գործուղում ոմանք գործուղումից կվերադառնան տուն։ Ինչ որ նորություն կլսեք աշխատանքի հետ կապված, եթե ինչ որ մի տեղեր ռեզյումեներ եք թողել, ապա ամենայն դեպս պատասխանը կստանաք, եթե չգիտեմ, լավ է, վատ է պատասխան, ամենայն դեպս կստանաք պատասխանը։ Դա կարող է ոգևորված բիզնես որոշեք սկսեք, ինչ որ մի բան, հա, որը պես հավեսով կարող եք անել, ավելի աշխույժ կլինեք այս շաբաթ աշխատանքի բերումով եւ ավելի շատ ոնց որ ջանքեր կգործադրեք ինչ որ հաջողության հասնելու համար։ Նոր դա համար է եւ կայունանում է ձեզ մոտ, միգուցե եւ աշխատանքն է։ Ֆինանսական հարցերում այստեղ ինչ որ տղա է։ Դա տղան կարող է լինել պարտքատերը, դուք եք ուզում ձեր պարտքը, ինքն է ուզում իր պարտքը վճարում եք դուք իրան, ինքն է ձեզ վճարում, ինչ որ հարցեր կան ձեր եւ այդ տղայի միջեւ եւ գումարային հարցեր են ձեր եւ այդ տղայի միջեւ։ Եվ այդ ինչ որ հարցեր կքննարկեք, գումար կտաք, գումար կվերցնեք։ Եվ դա կարող է լինել ձեր տնօրենը, ում ինչ որ գումար եք ուզում, կարող եք խոսել, կարող է իրար հետ խոսում եք եւ ասում է, որ բարձրացնում է աշխատավարձը կամ բոնուս է տալիս, քո ավելի ոնց որ ավելի լավ ջանքեր գործադրելու համար։ Իսկ առողջությունը այստեղ ժամանակ հատկացրեք առողջությանը, բանի տեղ չեք դնում, պարտադիր է, որպեսզի հետևեք ձեր առողջությանը, եթե ինչ-որ մի բան այնպես չի, անպայման գնացեք եւ ժամանակ հատկացրեք սպորտին, ժամանակ հատկացրեք քայլելուն, առողջքուն, սա ոնց որ ասում է, քիչ հետևիր առողջական վիճակիդ ավելի շատ։ Այսքանը ձեզ համար։
Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնենք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնը տղամարդ է, տեսակ ավելի շատ եք մտածել երևի ինչ-որ մի տղամարդու մասին։ Գուցե պետք է ուղղակի հետևեք իրեն, պետք է խնամեք իրեն, դա նաև ձեր տնօրենը կարող է լինել, կամ մի քանի աշխատանքային վայր օրինակ կարող լինել եւ գնաք ոնց որ մշտապես տղամարդկանց հանդիպեք։ Տնօրենը տղամարդ է, պետք է խոսակ տղամարդու հետ, այդպես է ինչ որ կարող այդպես է, կամ սովորեցնում եք, կամ ձեզ են սովորեցնում, գուցե աշխատանքի հետ է կապված, միգուցե ինչ որ ուսուցիչը, պատվիրատու է նաև, մի խոսքով կարևոր դեր է խաղալու, ձեր հայրն է գալիս է, ձեր ամուսինն է գալիս է, նոր ծանոթություն է։ Եթե ոչ տարիքով մեծ, ապա կարող է լինել նաև ավելի իմաստուն, հասուն մարդ։ Տեսնենք անձնական հարաբերությունները կարիճների։ Նա հիանալի շաբաթ է ձեզ համար, անձնական հարաբերություններում նաև կարող ծանոթանալ ինչ-որ մեկի հետ, բայց ուզում եմ զգուշացնել, որ դա կարող է երկարատև չլինել, ավելի կարճ կապ լինի ինչ-որ մեկի հետ, այնպես որ արդեն ցանկությունը ձերն է։ Հյուրեր կունենաք այս շաբաթ, դուք գնաք հյուր եւ այնտեղ մեկ շաբաթ կարող եք մնալ ինչ-որ մեկի տանը։ Նորություններ կլսեք ձեր երկրորդ կեսից, եթե ինչ-որ կապ չկար, կարող է հայտ է գալիս էլի։ Խոսքը ինչ-որ մեկն է մտնում ձեր կյանք։ Նախկինն է մտնում ձեր կյանք կամ ներկան է մի տեսակ ավելի աշխուժ լինելու, այդպես զարմանակ, ասեք, այ մարդես դու էի։ Ես քո հետ էի ամուսնաց։ Ինչ որ փոփոխություն կարող է տեղի ունենալ այստեղ ձեզ մոտ անձնական հարաբերություններում։ Բայց եթե նոր մարդ, անմիջապես նոր մարդ, պետք է շատ ուշադիր լինեք, որովհետև այդ ինձ թվում է կզգաք այդ մարդը։ Դες այս քարտով այդքան է երկարաժամկետ մարդ չի գալիս։ Ուղղակի քանի որ սա եւս տղամարդ է, եթե կանայք են նայում, թեկուզ տղամարդիկ այստեղ կապ չունի։ Միևնույնն է, կարող է ոնց որ շաբաթը ոնց որ ֆիքսված լինեք այդ մարդու վրա։ Գուցե ձեր հայրն է գալիս եւ ամբողջ շաբաթ այդպես իրար հետ եք տեղ եք տանում, այս եք ամեն եք անում, կամ ինքն է ձեզ տեղ տանում, կամ ձեր եղբայրն է գալիս, ամուսինն է գալիս, մեկ շաբաթ ոնց որ կենտրոնացած կլինեք իր վրա։ Եվ այդ աշխուժություն կլինի, տանը։ Աշխատանքում փոփոխությունը դա կարող է լինել հենց լիարժեք աշխատանքի փոփոխություն, կարող է լինել դա միջավայրի փոփոխություն, աշխատանքի ոճի փոփոխություն, նոր բիզնեսի բացում եւ դրանով կարող եք փոխել ձեր աշխատանքը, այսինքն չզբաղվեք այն աշխատանքով, որով զբաղվում եք։ Խոսքով ինչ որ պահեր են այստեղ, որ փոփոխություն է մտնում ձեր մոտ։ Փոփոխությունը ընդհանրապես լավ է։ Եվ եթե վերագրենք սա հղիության քարտն է, այսինքն դա նշանակում է ինչ որ մի նոր գաղափար կարող է ծնվել ձեր մոտ, որը կապված կլինի բիզնեսի հետ, աշխատանքի հետ, ինչ որ նոր բան է առաջարկում եք ձեր տնօրենությանը, այդտեղ խոսում եք, քննարկում եք, այս շաբաթը դեռ պետք է ինչ-որ փորձարկումներ անեք, դուք եք որոշել ինչ-որ մի բան։ Դա եթե լսում են, շատ տնօրեններ կան, որ չեն լսում։ Եվ գումարի հետ կապված ձեր ցանկությունները կիրականանա, հեռվից գումար կարող են ուղարկել, դուք կարող եք գումար ուղարկել, դա նաև վարկը կարող է ձևակերպեն, աշխատավարձը, դա բոնուսներ ստանաք, աշխատավարձը բարձրացնեն, եթե նմանատիպ խոսակցություններ կան։ Խոսքով այնպես կլինի գումարը, ինչպես որ դուք եք ուզում, գուցե ձեր երազած ինչ-որ բանն եք գնում ի վերջո։ Տունը, մեքենան եւ այլն, կահույքը, ինչ-որ մի բան, որը որ շատ եք ուզում։ Եվ առողջության հետ կապված այդտեղ բացարձակապես ոչ մի խնդիր չկա անգամ։ Եթե խնդիր էլ կար, միանգամից կլավանաք։ Միջոպես, այսպես զարմանալիորեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։
Գնանք աղեղնավորների։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնը հաջողություն։ Հաջողություն յուրաքանչյուր պարագայում, յուրաքանչյուր գործ անելուց այս շաբաթվա ընթացքում։ Հաջողությունը ոնց որ մշտապես ձեր կողքը կլինի, ձեզ կուղեկցի, այնպես որ օգտվեք ինչ որ հնարավորությունից, եթե կլինի։ Տեսնենք անձնական կյանքը։ Անձնական կյանքում խնդիրներ կան, այստեղ խոչընդոտներ կան, գուցե իրար հետ շփման խոչընդոտ է, ինչ որ մեկին տեսնելու խոչընդոտ է, ծանոթանալու խոչընդոտ է, չեք կարողանում ոնց որ ծանոթանաք, անդադ մերժում են, դա այս շաբաթ իհարկե։ Բայց ոնց որ ի վերջո կհասնեք հաջողության, եթե այսպես նայում ենք։ Դե տանը ոչ թե ընտանիքը իրար մեջ ունի խոչընդոտներ, այլ ուղղակի տանը ինչ-որ խոչընդոտներ են, որոնք որ տան անդամներով պետք է լուծեք այդ խնդիրը, այդ խոչընդոտը։ Ու ինչ-որ գնալ ձեր զույգի մոտ, ձեր զույգը գա ձեզ մոտ, նման խնդիրներ ևս։ Բայց հետո ոնց որ ինչ-որ մի բան է տեղ ունենալու եւ հաջողություն կունենաք, այնպես որ հավանականությունը մեծ է, որ խոչընդոտները կկարողանաք հարթել նաև։ Եվ աշխատանքի հետ կապված բավականին խոսակցություններ, միգուցե աշխատանքի վայրում են տեղ լեզվակռիվ է աշխատակիցների միջև, բամբասանք է նաև ձեր հետևից։ Նաև սա ուղղակի խոսակցություն է աշխատանքի մասին, թե ինչի չես աշխատում կամ եւ այլն նմանատիպ խոսակցություններ կարող են լինել։ Անհանգստություն աշխատանքի հետ կապված, աշխատանքի վերաբերյալ, աշխատանքի վայրի, միգուցե իրոք ձեզ դուր չի գալիս եւ իրոք անընդհատ ոնց որ այդպես լարված եք գնում աշխատանքի կամ լարված եք աշխատում։ Միջավայրը, կարող այդքան էլ լավը չէ։ Դա ուղղակի աշխատանքային շատ շփումներ կարող են լինել, կարող է շաբաթ ուղղակի ինչ որ մեկին բերում են ձեր կողքը եւ այդ մարդը շատ է խոսե, կամ դուք, ինչու՞ չէ, ամեն ինչ չի բացառվում, եկող Մերկուրին եկվորյակում է եւ սիրում եք խոսել, եւ ոնց որ շփումը ավելի շատ է լինում այդ մարդու հետ, գուցե առաջ ամեն մեկը մի ծայրամասում էիք աշխատում եւ չեք կարողանում խոսել, իսկ հիմա ոնց որ ավելի շատ կլինի շփում։ Դա նաեւ կարող եք քննարկում եք ընտանիքի անդամներով կամ ինչ որ մեկի հետ բիզնեսի հետ կապված հարցերը։ Ուզում եք բացել եւ այդպես քննարկում եք, խոսում եք։ Գումարային առումով այստեղ կամ ձեր մայրիկին է հարկավոր լինելու գումար, որ պետք է փոխանցեք, ինչ որ բաներ են, որոնք ձեզ մոտ անհայտ են, աշխատավարձը կարող են փոխանցել, բայց ինչ որ գումար կիսատ լինի, ինչ որ մի բան այնպես գրած չլինի եւ զարմանաք, որ ինչու այդպես եղավ, այսպես բա ուր եղավ, բա ինչ եղավ այս գումարը, ոնց որ թե ես ավելի շատ եմ աշխատել, նմանատիպ ինչ որ բաներ են գումարի հետ կապված։ Կամ ձեզ կփորձեն ոչ թե մոլորեցնել, այլ նախ սա գախնի գումար է, որը աշխատում եք բոլորից թաքուն կամ պահում եք բոլորից թաքուն։ Բայց դրանցի դա էլ սա ինչ որ պահեր են գումարի հետ կապված, որ իրոք ոնց որ լիարժեք չեք կարողանում հասկանալ ինչ որ։ Շաբաթը կգա, ինձ թվում է մոտավորապես մարդը կհասկանա, թե ինչ է ուզում ասած լինել։ Ամենայն դեպս, եթե գումար են տալիս, աշխատավարձ են տալիս, ձեզ լավ հաշվեք, հասկացեք, եթե ժամավճար է, եւս հաշվարկեք ճիշտ է արդյոք թե ոչ։ Նաեւ կարող եք ինչ որ գումար ստանալ եւ ուշադիր եղեք ամենայն դեպս գումարի հետ կապված, որպեսզի չկորցնեք, հա, անպայման պինդ պահեք, դրսում մի ցույց տվեք ձեր գումարի քանակը, պինդ պահեք։ Եվ այստեղ առողջության հետ կապված սա նշանակում է գնալ ինչ-որ միտեղ բուժման նպատակով, վիրահատության նպատակով, փոփոխություն առողջական վիճակի դեպի ավելի լավը, հղիություն, ծննդաբերություն նաև այդպես։ Այսքանը ձեզ համար։
Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնը շատ շփում, անհանգստություն, լեզվակռիվ, բամբասանք, ինչ-որ բաներ կարող քննարկել դիմացինի հետ, ավելի շատ այս շաբաթ։ Տեսնենք անձնական կյանքը։ Սալազոն դուսկա։ Ուզում եմ դուսկա հանենք։ Չգիտեմ, տեսակ թե չէ։ Ուրեմն այստեղ անձնական հարաբերությունները։ Գնաք, օրինակ, բան, ինչեր անում, մեղրամիս։ Կարող եք գնալ ճամփորդության զույգերով։ Կարող շատ ճանապարհ գնալ զույգերով, ընտանիքով։ Ճանապարհին կարող եք ինչ-որ մեկին հանդիպել, ձեր հարաբերությունները առաջ կտանեք, ավելի կզգաք, որ փոփոխություններ կան հարաբերություններում, շփման մեջ, տեսակ ավելի շատ եք իրար զանգում, շատ եք խոսում։ Ինչ-որ կողմ դուք կգնաք ձեր զույգի մոտ, զույգը կգա ձեզ մոտ։ Միասին կարող եք իրոք որոշել եւ օրինակ տեղափոխվել տանից տուն, երկրից երկիր, դա եք կարող այստեղ քննարկում ընտանիքով, թե եւ գնաք, ինչպես գնաք, ինչով գնաք, ուր գնաք, այն ինչ-որ բաներ են, որոնք որ քննարկում եք եւ ընկնում եք ճանապարհ, կամ ուղղակի դեռ խոսում եք այդ մասին։ Դեռ քննարկում եք, որ արժի գնալ օրինակ։ Աշխատանքի հետ կապված նոր գործ է, նոր բիզնես է, նոր հնարավորություն է, նոր պայմաններ են աշխատանքային։ Եկող նոր ինչ-որ մի բան սկսել, նոր նախագիծ է, որը իրոք այդպես սկսում եք։ Շատ լավ է իրոք, այս շաբաթն սկսեք, շատ լավ է, կարող եք սկսել։ Որտեւ լուսինը արդեն աճում է եւ հնարավորությունները մեծանում են։ Եվս, յուրաքանչյուր բան առաջ տանելու համար։ Բայց որ այստեղ նոր աշխատանք է, որը մարդը ընդունվում է, նոր բիզնես է, աշխատանքային նոր ձև, նոր կազմ, ինչ-որ մի բան է, որ նոր է։ Աշխատանք, որը երեխայի նման կփայփայեք, բիզնես, որը եւս կփայփայեք։ Միգուցե աշխատում եք երեխաների հետ կամ սկսեք աշխատել երեխաների համար։ Եվ գումարի հետ կապված այստեղ փոփոխություններ են տեղի ունենում, փոփոխությունը դեպի լավը, այսինքն գումարային վիճակը լավանում է, ֆինանսական վիճակը լավանում է, գումար կամ դուք կստանաք կամ դուք կփոխանցեք ինչ-որ մեկին, ինչ-որ գալիս է, գումար է գալիս։ Գումարը կարող եք ծախսել նաև այդպես երեխաների վրա, գործերի վրա, հղիությունը, ծննդաբերությունը կարող դրա վրա եք գումար ծախսում։ Կամ գումարը գալիս է այդպես ծննդաբերելուց հետո երեխայի հետ է կապված։ Առողջությանը մատերի արանքով եք նայում, ուշադրություն չեք դարձնում առողջությանը, այնպես որ գնացեք եւ հետևեք ձեր առողջությանը։ Մի անտեսեք։ Այստեղ եւս հասարակությունը ցույց տալիս, դա նշանակում է, որ իրոք ավելի շատ տրամադրված եք դրսին, քան ներսին։ Եվ այստեղ կարող է ինչ-որ մարդկանցից վարակվեք, թեկուզ շատ մարդկանց մեջ, եթե լինեք, վարակվեք այնտեղից հիվանդանաք, գաք տուն եւ մատերի արանքով նայեք, հա դե լավ, դե կողքս փռշտում են, հա դե լավ, թե սա եւ կամ դուք էլ կարող եք մեծ հասարակությանը վարակել։ Դա ապես էս մարտ-ապրիլ ամիսը շատ է լինում հիվանդությունը, մարդիկ սկսում են թեթևանալ, որտեղ շոկ է, հետո ընթացքում ցուրտ է, մրսում, սառում հիվանդանում են եւ ոնց որ բոլորին վարակում։ Իսկ սա կարող է դուք վարակվեք ընդհանրապես եւ մատերի արանքով մի նայեք, եթե ինչ-որ տաքություն է, եթե ինչ-որ մի բան է, անպայման հետևեք ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։
Գնանք ջրհոսների։ Ջրհոսներին սկսեցի ուղիղ 55 րոպե եղավ։ Դե ճիշտ է այնտեղ։ Ես ժամերը կգրեմ, բայց մի փոքր այսօր կողմ կլինի, բայց երբ որ խոսեցի 55 րոպե ուղիղ։ 55:00։ Տեսնենք ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 20-ից 26-ը։ Ընդհանրապես ժամերը, որոնք որ այդպես կենտրոնացված են, կլորացված են, դա նշանակություն ունի, այնպես որ ինչ որ մի նշանակություն ունի այս շաբաթը ձեզ համար։ Հենց այնպես բոլորին չեմ նայում ժամ։ Բավականին էմոցիոնալ կլինեք այս շաբաթ։ Նաև հանդիպում մայրիկի հետ կապված շատ ինչ-որ հարցեր կարող են լինել, ինչ-որ բաներ են, որոնք որ ձեզ համար մութ են, ոմանք ռոմանտիկ ժամադրություն կունենան, ռոմանտիկ հարաբերություններ, ռոմանտիկ պահեր, ռոմանտիկ շփում, միգուցե ընտանիքով եք այդպես ինչ-որ պահեր ստեղծում ձեր ամուսնու կամ կնոջ համար, բայց ամեն դեպս ինչ-որ պահեր են, որ մարդը չի տեսնում ինչի անելու, հետագան չի տեսնում։ Տեսնենք միգուցե ինչ-որ ոլորտ է սա և ցույց է տալիս այդ ոլորտը։ Անձնական կյանքը։ Նեք անձնական կյանքում այստեղ սառնություն կա, միգուցե դա է ոնց որ մարդու մոտ ինչ-որ մութ բան է, հա, ինչու է սառը, ինչու է այսպես, ոնց որ թե ես ինչքան ժամանակ անցել, բայց ոնց որ թե եւս էլի ասել եմ ձեզ այս մասին, նման ինչ-որ տեսանյութ։ Նաև սա գիտեք, հենց սառնությունը ոնց որ դուք չեք հասկանում, թե այն կողմը ինչ է կատարվում, ինչու է սառը, դրա համար կարող է բավականին էմոցիոնալ լինեք։ Ամեն մեկը կզբաղվի այս շաբաթ ավելի շատ իր աշխատանքով, քան սիլիբիլի ժամանակ կունենա։ Միգուցե կազմակերպեք այստեղ ոչ ռոմանտիկ պահեր, ինչ որ մի բան փոխվի, բայց նաև կարող է եւ չփոխվի, որտեվ մարդը ավելի շատ խորացված է լինելու աշխատանքի մեջ, դրա համար այդքան այդ ռոմանտիկան չի հետաքրքրի։ Հենց եթե գիտեք ձեր կողակցի բնավորությունը եւ այդ ինչ որ մի բան կարողանաք փոխել ձեր հարաբերությունները, ձեր մտերմությունը, այդ սառնությունը, այդ պատնեշը քանդեք, ապա արեք։ Սա նույնն է վերաբերում է նոր ծանոթություններին, այստեղ նոր ծանոթություններ մի քիչ դժվար, կամ եթե ծանոթանաք, մի տեսակ կարող զգալ ինչ որ սառն է, ինչ որ ծանոթացաք, մեկ-երկու օր չկա զանգ, նմանատիպ ինչ որ այս շաբաթ եթե ծանոթանաք։ Եվ դրա համար ձեզ մոտ ինչ որ մութ բան է մնում, թե ինչ էր էլ ծանոթանում, ինչ որ մի բանը դուրը չեկավ, ինչ ասեցի եւ այլն։ Աշխատանքի հետ կապված սա կայունացում է։ Կայունություն ձեր աշխատանքում, ձեր բիզնեսում, ամրապնդվում եք ձեր աշխատանքով, ձեր գործով, ձեր բիզնեսը նույնպես ոնց որ ֆիքսվում եք ավելի շատ այդ աշխատանքի վայրը, այդ բիզնեսին ավելի շատ։ Այդ գործունեությանը, որով որ զբաղվում եք։ Այնպես որ եթե ինչ որ մի բանը խախտվել էր, ինչ որ մի բան այնպես չէր ընդունում, ապա հիմա ավելի նորմալանում է, կայունանում է այդ ոլորտը։ Գումարի հետ կապված այստեղ փոփոխություն դեպի լավը, փոփոխություն դեպի ֆինանսական ավելի լավ վիճակ։ Գումարը կարող է գալ, գումարը կարող է գնալ նաև, ուղարկում եք, կարող է ստանում եք դրսից, նաև դա կարող եք ծախսել հղիության վրա, ինչ որ ապրանքներին, ձեր կայունության համար, եթե օրինակ բիզնեսը ինչ որ մի բան այնպես չէր, ապա ոնց որ կարող գումարներ դնել այստեղ եւ կայունացնել ոչ թե վիճակում, վարկեք ձևակերպում, որպեսզի ինչ որ մի բան կայունանա։ Դե գումարը եւս ծախսում եք հղիության ծննդաբերելու երեխաների վրա։ Առողջության հետ կապված ուշադրություն պետք է դարձնեք աղիներին, մարսողական համակարգին, արյան շրջանառությանը, խոսքով նման գործողություններին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։
Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 20-ից 26-ը։ Ընդհանուր ֆոնը շատ շփում, բամբասանք, անհանգստություն, քննարկում, այս մարդու հետ, այն մարդու հետ, գուցե ընտանիքի անդամների հետ, գուցե ինչ-որ մի բանի հետ կապված լեզվակռվի մեջ եք մտնում, ինչ-որ մեկի հետ համաձայն չեք։ Տեսնենք անձնական կյանքը։ Աշխատանքն է դժվար այս շաբաթ։ Անձնական հարաբերությունում շատ լավ է։ Միգուցե այստեղ քննարկում եք, հարսանիք է, պատրաստվում եք եւ քննարկում եք, էլ ինչու չենք մոռացել, սա, ինչ որ բաներ եք անում։ Քննարկում եք ինչ տանեք, անհանգստանում եք, որ այդ հարսանիք օրինակ լավ անցնի, եթե ձերն է, կամ եթե գնում եք, միգուցե ձեր հարազատինն է։ Ամենայն դեպս ուրախ պահեր կլինեն, միգուցե ձեր տանը, միգուցե պետք է գնաք։ Ծնունդ է, պարտադիր չի, հարսանիք կամ ինչ-որ մի բան լինի, առիթ է։ Ընտանիքով ավելի շատ կլինեք հասարակության մեջ, գուցե ձեզ ներկայացնեք, ձեր նկարները ավելի շատ տեղադրեք, Facebook-ում մարդիկ ավելի շատ տեսնեն ձեզ, ընտանիքով այդպես, կամ դուք եւ ձեր զույգը։ Եթե թաքուն էր ձեր հարաբերությունները, ապա հիմա ավելի ոնց որ ի հայտ կգա, ավելի բացահայտ կլինի ձեր հարաբերությունները։ Աշխատանքը դժվար է, ծանր է։ Միգուցե շատ բեռ են տվել ձեր ուսերին, շատ բեռ են դրել ձեր ուսերին, եւ միգուցե տնօրենի հետ եք քննարկում դա, որ օրինակ նորմալ չի։ Մի փոքր թեթևացրու, կամ ինչ-որ մեկին ընդունի, կամ ես այդքան չեմ կարող անել, օրինակ տեղեր կան իրոք աշխատավարձի համապատասխան չի այդքան բեռը։ Նաեւ դա փորձություն է աշխատանքի վայրում, դժվարություններ են աշխատանքի վայրում կամ աշխատակիցների հետ, կամ աշխատանք գտնելուց, այստեղ կարող է իրոք դժվարանում եք աշխատանք գտնել։ Նաեւ բիզնեսը նույնպես, եթե ունեք, ինչ-որ գործերով եք զբաղվում, դժվարություն է այստեղ, դժվարություն է առաջ տանել այդ գործերը։ Փորձություն է, դժվարություն է, որ պետք է հաղթահարեք, կամ իրոք տան աշխատանքի հետ կապված այդ բեռը ձեր ուսերին է, միայն դուք եք աշխատում եւ դուք եք ապահովում եւ հիմա ոնց որ ավելի դժվար է, կամ ծանր աշխատանք է ուղղակի, իրոք ֆիզիկապես ծանր աշխատանք է, որ այս շաբաթ կարող եք գնալ անել։ Գուցե մենակ այս շաբաթ է։ Գուցե այս շաբաթ է ավելի շատ աշխատանք եւ ավելի շատ եք գնալու այդպես ծանրաբեռնվեք։ Գումարային առումով կապված ինչ որ աղջկա հետ, գուցե այդտեղ լեզվակռիվ այդ աղջկա հետ էր կապված, գումարի վեճը, անհանգստությունը, այդ աղջիկան պետք է գումար տաք, այդ աղջիկը ձեզ պետք է գումար տա, կամ նեղվում եք, այդ աղջկանից եք գումար խնդրում, կամ հակառակն է ձեզանից խնդրում, տնօրենը կարող է լինել, մենեջերը կարող է լինել եւ գնաք օրինակ ասեք, որ աշխատանքը ֆիզիկապես ավելի բարդ է, դժվար է եւ մի փոքր աշխատավարձս բարձրացրու։ Նման ինչ որ կարող է պահեր են այդ աղջիկը եւ ձեր միջևը։ Նա պետք է հասկանաք, աղջիկ է եւ դուք, որը կապված է հստակ ֆինանսների հետ։ Իսկ առողջությունը բացարձակապես ոչ մի խնդիր գոյություն չունի, որ ասում եմ դուք ձեզ լավ հետևում եք, կարողանում եք տիրապետել ամեն ինչին եւ այնպես որ այդտեղ ոչ մի խնդիր չէ։ Մարդը երբ որ ինչ որ խնդիր է լինում, գնում է բժշկի։ Դե չգիտեմ, բոլոր ձկներն են այդպեսին թե չէ, բայց ամենայն դեպս այս շաբաթ այդպես է ցույց տալիս, որ եթե ինչ որ խնդիր, ապա անպայման կգնաք բժշկի։ Մարդը ոնց որ հավատարիմ է իր առողջությանը, իր օրգանիզմի մնացած խնդիրներին։ Եվ հետևում է դրան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։